բայց այս պահին իրականում ուզում ենք խոսել մի շատ կարևոր հաստատության մասին, հիմնադրամի մասին, որը տարիներ շարունակ մեծ ծավալուն աշխատանք է իրականացնում մեր փոքրիկների հետ կապված, խոսքս City of Smile բարեգործական հիմնադրամի մասին է եւ այս տարի նույնպես մենք առեթունեցել ենք դեռևս խոսել, բայց հիմա էլ կան նորություններ, որոնց մասին ուզում ենք կիսվել նաեւ ձեզ հետ։ Այո, առաջարկում եմ հենց հիմա առանց ժամանակ կորցնելու ներկայացնենք մեր հյուրերին եւ վստահաբար կհասկանաք թե ինչի մասին ենք խոսելու հարցազրույցի ընթացքում։ Եվ այսպես City of Smile հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյան, բարի լույս։ Բարի լույս։ Եւ նկարիչ Աշոտ Թադևոսյան, Տաթև, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուր ընկալվելու համար։ Իհարկե դեռ կհասնենք խոսել համագործակցության մասին, բայց առաջարկում նախ խոսենք հիմնադրամից։ Բոլորս իհարկե գիտենք գաղտնիք չէ, որ հիմնադրամը շատ զբաղված է, շատ նախագծեր ունի, ինչ է կատարվում հիմա, ինչպես կամփոփեք 2024 թվականը եւ ինչ է սպասվում 2025-ին։ Ես էլ շատ ուրախ եմ գտնվել այսօր տաղավարում, միշտ հաճելի է լինել այստեղ։ 2024-ը իհարկե շատ կարևոր տարի է նույնպես մեզ համար, որովհետև մենք ինչպես նախորդ անգամներ եմ նշել, ամեն տարի փորձում ենք մի նոր նախաձեռնություն սկսել, ինչ վերաբերում է երեխաների բուժմանը բնականաբար, եւ 2024-ն էլ շատ կարևոր տարի էր մեզ համար, որովհետև եւս մի բավականին բարդ ախտորոշման բուժում ստանձնել ենք, որը պիտի իրականացվի այսուհետ Հայաստանում, որը նախկինում ցավոք նորից երեխաները ստիպված էին մեկնել արտերկիր, մենք փորձում ենք դա այնուամենայնիվ ներդնել այստեղ, որպեսզի թե մեր բժիշկները եւ թե անհրաժեշտ դեղամիջոցը արկա լինի, որպեսզի մեր երեխաները ստանան այդ բուժումը։ Նաև բավականին պրոտոկոլներ կամ բուժման մեթոդներ են փոխվում, արդիականանում ավելի, մի կողմից իհարկե դա ավելի թանկացնում է բուժումը, բայց մյուս կողմից արդեն այո, արդեն ապացուցված է, որ այդ բուժումները շատ ավելի էֆեկտիվ են։ Մի կողմից դա մեզ համար շատ ուրախալի է, որ մենք կարողանում ենք ոնց որ համահունչ եւ համատեղ քայլել այն ամեն ինչի հետ ինչ որ տեղի ունենում ամբողջ աշխարհում այս բնագավառում, բայց իհարկե բնականաբար դա նաև բարդացնում է մեր աշխատանքը, որովհետև ել ավելի մեծ գումարների կարիք ունենք եւ անցյալ տարին դա դրա շատ վառ ապացույցն էր, որովհետև մենք տրամադրեցինք բուժմանը համեմատ նախորդ տարիների երևի 20-ից 30% ավելի շատ գումար, քան նախորդ տարիներին։ Մոտ ժամանակներս դուրս կգա նաև մեր հաշվետվությունը։ Մենք ամեն տարի բնականաբար թողարկում ենք թե ֆինանսական, թե աշխատանքային հաշվետվություն եւ մոտ ժամանակներս 2024 թվականի հաշվետվությունը դուրս կգա։ Մի քանի թիվ ուղղակի կարող եմ ասել, որ անցյալ տարի մեզ դիմել են շուրջ 139 երեխա, այսինքն առաջի անգամ դիագնոզվել են, որը մի քիչ ավելի շատ էր, քան 2023-ին։ Տարվա ընթացքում ֆինանսավորել ենք 251 երեխա։ Իսկ նախորդ տարվա համեմատ Նախորդ տարվա համեմատ համարյա նույնն է թիվը, միգուցե 256 կամ 57 եղած լինի նախորդ տարվա ընթացքում ֆինանսավորել։ Բայց դիմողների թիվը այս տարի ավելի շատ էր, չնայած մենք նկատել ենք, որ դա մի քիչ ալիքաձև տենդենս ունի, այսինքն մի տարի մի քիչ ավելի քիչ են նոր դիագնոզվողները, մյուս տարի մի քիչ ավելի շատ են։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ մեր շատ կարևոր հպարտության պահերից մեկն է, որ այնուամենայնիվ այդ երեխաներից ոչ մեկը չի մնում ոչ սպասման ցուցակի մեջ, ոչ մերժվում է, ոչ, այսինքն բոլորը հավասարապես ունենում են այդ հնարավորությունը ստանալ անհրաժեշտ բուժումը, ինչը եւ մեր ամենակարևոր եւ ոգևորիչ փաստերից մեկն է։ Այո։ Բայց այս ամենի շուրջ նաեւ շատ հաճախ լինում են համագործակցություններ։ Անդրադառնանք նաև պարոն Թադևոսյանին, ձեր առաջին հանդիպումն ու ձեր առաջին առասարակ համագործակցությունը եւ տեղի ունեցավ եւ այս տարի ինչ նորություններ ունենք։ Ասեմ համագործակցությունը ես ինքս 25 տարի ապրում եմ, պայքարում եմ քարսկեղի դեմ, ապրում եմ դրանով ու համոզվելով որ քարսկեղը դա սովորական թեթև հիվանդություն է ու իմ երևի առաջի ցանկությունը շփումը թե մեր սիրելի Էսթերի ընտանիքի անձնակազմի, իր հրաշալի անձնակազմի հետ, թե հիվանդ երեխաների հետ ու նրանց ծնողների, որ դա թեթև հիվանդություն է, ինչի եք այդպես մտածում ու այդ ամեն շփումը նվիրել իրեն ժպիտ, ստացվեց շատ հաճելի առաջին հանդիպումը, ճիշտ է ծանր էր առաջի այդ կոնտակտը հիվանդ երեխաների հետ 18 թվականի նոր տարի միասին այցելեցինք երեխաներին
ու դարձան նրանք իմ երեխաները։ Ու դրանից հետո ամեն անգամ ինչ-որ միտք ծագելով զանգում եմ, ասում եմ Էսթեր ջան, ուզում եմ կամ հյուր երեխաներին։ Ինչ-որ նվերներով, թե վարպետաց դասով, նկարելով երեխաները ինձ են նկարում, ես իրենց եմ նկարում, ուրախանում ենք ու այդ կոնտակտը անչափ կարևոր է հենց երեխաների, ավելի շատ երևի տվյալ դեպքում փոքր երեխաների հետ նրանց ծնողների, որտեղ երիտասարդ ծնողները ընկել են ինչ-որ կյանքի այդ դժվարին իրավիճակում ու այդ էմոցիոնալ ստրեսը, որ իրենք ապրում, իրենց թեթևացնելը կարծում եմ դա ինչ-որ մեծ պարտք է, որը ես իմ վրա զգում եմ ու տեսնում եմ, թե ինչ են անում Էսթերի ամբողջ անձնակազմը, Ժպիտների քաղաքի անձնակազմը ու այդ հաճելի համագործակցությունը շարունակվում է, շատ միջոցառումներ են կարել տարիների ընթացքում, թե աուկցիոններ, նկարի վաճառք եւ այլն միջոցառումներ ու ինչ-որ մտքեր են ծագում, նոր միտք ունենք, կարծում ենք իրագործենք, ուզում ենք միացնել կերպարվեստը, երաժշտությունը եւ այլ առայժմ դա մտքեր են, ծրագրեր են, կարծում եմ իրականացնենք մեր հրաշալի երաժշտական կոլեկտիվներից ինչ-որ մեկի հետ առաջարկություններ ունենք, մենք էլ ենք մտածում, իրենք էլ են մտածում եւ ամեն մի խոսակցություն իմ կոլեգաների հետ, նկարիչների, թե դերասանների, ասենք իմ գործունեությունը մի քիչ լայն է, երբեք չեմ մոռանում, ինչ որ դա մեծ աշխատանք է յուրաքանչյուրիս կողմից, մեծ աշխատանք է, որ գիտեք ինչ կա, ես կհիշեի մեր հրաշալի Պաուլ Սևակի խոսքերը, ապրել, այնպես ապրել, որ ուրիշի խինդով կնդաս։ Այսինքն այդ ուրիշի խինդը տեսնելը, ուրախանալը, այդ կարողությունը, որ դու ինչ-որ մեկի ժպիտ պարգևեցիր, դա մի մեծ, չեմ ասում ապրում է, թե ինչ է, կարծում եմ մեր յուրաքանչյուրի պարտքն է, առավել ևս երեխաների հանդեպ։ Եվ առավել ևս, երբ որ երեխաները գրեթե բոլորը մեծ սեր ու ուշադրություն ունեն հենց նկարչության ուղղությամբ, այս դեպքում էլ հրաշալի հնարավորություն է ձեր մասնագիտությունը երեխաների հետ կիսելը ու շատ դուրս եկավ այդ հատվածը, որ նրանք ձեզ են նկարում, դուք նրանց եք նկարում, այդ շփումը է թերապիայի յուրահատուկ ինչ-որ միջոց է։ Այո, լրիվ ոսկոր թերապիայի, թե ոնց ստացվեց պարոն Թադևոսյանի դիմանկարը, դες իրենց բոլորին նվիրում եմ ամեն անգամ միշտ գալիս եմ իմ հնարավորությունների սահմաններում նվերներով, նկարչական պարագաներով, հետո գիտեք ինչ կա, ես դարձել է իմ համար ինչ-որ սիմվոլիկ տրադիցիա իմ, ծննդյան օրը նշում եմ երեխաների հետ, ես իմ սիրելի ընտանիքն էլ ինձ տորթով դիմավորում են Յոլյան կենտրոնում ու այդ օրը ինչ-որ դառնում է հենց ապրելու օր։ Իսկ նշեցիք, որ նաև ցուցահանդեսներ են կազմակերպել եւ պլանավորում եք կազմակերպել, այլ հետաքրքիր է արդյոք երեխաները եւս իրենց աշխատանքներով ներկայանում են այս ցուցահանդեսներին։ Շատ լավ գաղափար է, միգուցե կարելի է փորձել, իսկապես մի քիչ դժվար նկարներ են, բայց միգուցե մի օր կարելի է այդ ֆորմատով նաև մտածել։ Միասին արել ենք նաև երեխաների նկարների բացիկներ, որը տարբեր տեղերում ներկայացրել ենք ու ինչ որ միշտ ասեմ մենք ընտանեկան կոնտակտի մեջ ենք ու այստեն կարող ասենք երեկոյան ուշ միտքը գանա ու զանգեմ Էսթեր ջան իսկ ինչ ես մտածում որ sense մի բան երեխաների համար անենք Էսթերը միշտ պատրաստական ու ես կարծում եմ մեր խնդիրն է Ժպիտների քաղաքը այնքան բան է անում որ մեր բոլորի խնդիրն է միշտ զանգել, գիշեր, ցերեկ զանգել ու ասել Էսթեր ջան, իսկ ինչ ես մտածում, այս բան անենք երեխաների համար։ Ես կարծում եմ, որ դա պետք է յուրաքանչյուրս, գոնե առնվազն տարվա մեջ մեկ անգամ, շատ էլ չէ, ամեն մեկս, եթե մեր հնարավորության սահմաններում, մեր փոքրիկ լուման ներդրում ունենանք նմանատիպ հիմնադրամների նախագծերի
եւ իրագործել թեկուզ մեկ անգամ մենք վստահ եմ որ մեծ հաջողությունների կհասնենք եւ ես վստահ եմ որ ձեզ մոտ շատ տարատեսակ գաղափարներ են ծնվում հենց այդ անմիջական շփման շնորհիվ ու հուսամ որ մոտ ապագայում ավելի մեծ մասշտաբային նախագծերի ականատես նաեւ մենք էլ կլինենք որովհետեւ կարևորը միտքն է որը որ կա ես հենց այդ մասին եմ ուզում հարցնել որովհետեւ 2024 այսպես լավ ամփոփեցինք հասկացանք ինչքան հաջողություններ կան իսկ այս տարի բացի այս նախագծերից որոնք քննարկեցինք ինչ այլ առհասարակ նախագծեր ունեք եւ ինչ եք պլանավորում անել Ընդհանրապես մեր գործունեության մեջ նախագծերը շատ կարևոր են, որովհետև դրանք հնարավորություն են բերում նախ եւ առաջ ֆոնդ հայթայթման եւ երկրորդը նորից իրազեկման բարձրացման, այսինքն այդ նախագծերը կարող են լինել շատ փոքր, կարող են լինել մեծ, կարող են լինել մասշտաբային եւ կարող են լինել 10 հոգանոց, բայց այնուամենայնիվ այդ կարծես այդ հիշեցումը շատ կարևոր է։ Եվ ուզում եմ նաև էլի վերադառնալով Աշոտին պատմել, որ մեր համագործակցությունը շատ երկար տարիների եւ շատ տարբեր ֆորմատներով է եղել եւ այսօր էլ Աշոտի նկարներից մեկը կախված է հենց մեր մանկական պալիատիվ բաժանմունքում եւ շատ համահունչ է թե գույների, թե ամեն ինչի մեջ, բայց նշեմ, որ այդ նկարը իրականում դրվել էր Աճուրդի, մեր հյուրերից մեկը գնել էր այդ նկարը եւ հետո հետ նվիրել էր բաժանմունքին, որը իսկապես շատ գեղեցիկ բան դարձավ եւ նման, այսինքն ինչպես ասում եք, ամեն մեկը իր հնարավորությունով է աջակցում։ Հիմա Աշոտը աջակցեց նկարով, մյուսը աջակցեց այդ նկարը ձեռք բերելով, նկարը վերադարձնելով, այդ ամեն ինչը ոնց որ շղթա է, որտեղ մի քանի մասնակիցներ կան եւ ցանկացած միջոցառում, որը մենք իրականացնում ենք, այդ նույն բազմաթիվ մասնակիցների շղթան է, որովհետեւ մենակ մենք կամ մենակ մի արվեստի ներկայացուցիչ կամ մեկ բնագավառ ներկայացուցիչ միայնակ չի կարողանա ունենալ այն արդյունքը, ինչ որ մենք ունենում ենք, երբ որ կան շատ տարբեր մասնակիցներ եւ այդ միջոցառումների նպատակը հենց դա է եւ հենց վերջերս մենք ունեցանք շատ հաջողված ինտելեկտուալ խաղ, շտոկ ձեկակ դա, որտեղ ՏՏ եւ ֆինանսական ոլորտի թիմերն էին մասնակցում եւ այդ նույն շղթայի մասին էր էլի խոսք, այսինքն կար կորպորատիվ մասնակցությունը, ընկերությունը որպես այդպեսին խթանեց, աջակցեց, որպեսի աշխատակիցները մասնակցեին եւ կար հենց այդ աշխատակիցների ներգրավվածությունը, որը բերում է այդ ամբողջական մթնոլորտին, ոգևորությանը, որ բոլորը շատ հասկանալով ինչին են իրանք մասնակցում։ Բնականաբար տարվա ընթացքում նախատեսում ենք տարբեր ընթրիքներ, նախատեսում ենք տարբեր հանդիպումներ։ Դասական դարձած արդեն։ Այո, եւ այդ ոնց որ արդեն կա կարծես բոլորի կալենդարներում մոտավորապես ժամկետները, քննարկում ենք նաև համերգների տարբերակը, որը նույնպես էլի բավականին մասսայականություն է ընձեռում, հա, մեր միջոցառումներին, բայց այսինքն միջոցառումների ֆորմատները լայն են, բայց այնուամենայնիվ ինչպես ասում են մենք ներկա ենք, մենք այստեղ ենք եւ մենք շարունակում ենք նաեւ մեր վարակույրների հետևի աշխատանքը, որը մեր իրական հիմնական աշխատանքն է, դա աջակցությունը, տեղերի ձեռքբերումը, հայթայթումը եւ այլն, բայց այնուամենայնիվ իսկապես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, Աշոտին այս պարագայում հատկապես եւ բոլոր այն մարդկանց, որոնք այդպես նաև հանդես են գալի իրենք գաղափարներով, այսինքն իրենք են մեզ զանգում, ասում, ինչ ես մտածում, միգուցե սենց մի բան անենք միասին, կարանք սենց մի բան, ինչ է լինի, էլի լավ է, եւ մեր մոտեցումը միշտ այդպես է, որ նույնիսկ եթե 5 հոգի նոր մարդ առաջին անգամ մեր մասին լսի, դա արդեն ձեռբերում է, այո, մեզ էլ մնում է իհարկե ձեր շնորհակալություն հայտնել կատարած կարևոր եւ հսկայական աշխատանքի համար եւ վստահ ենք, որ առաջիկա այն բոլոր նախագծերը, որոնք պլանավորում եք, իհարկե հաջողությամբ են բացակվելու։ Մենք ձեզ հիշեցնում ենք, որ City of Smile հիմնադրամի դռները միշտ բաց են տարատեսակ ու տարբեր առաջարկների համար, հանգանակություններից սկսած մինչև երեխաներին ուրախացնելու միջոցառումներից։ Այնպես որ հանգիստ կարող եք դիմել։ Շնորհակալություն ձեզ, ես էլ եմ ուզում հայտնել, շնորհակալություն ձեզ պարոն Թադևոսյան, ձեր արած աշխատանքի համար, բայց մենք դեռ մեծ ակնկալիք ունենք, որ այս տարի հաստատ։ Ես կավելացնեի ուղղակի նոր նախագիծ ու մեծ նախագիծ տեղի կունենա, համեցեք առիթից ելնելով իմ բոլոր գոլեգաներին, նկարիչներին, որ իրենք նկատի ունենան, որ եթե իրենց նկարը ծառայի մի երեխայի ժպիտը ավելանալով առավել եւս դիմեմ այսօր մեր սիրելի նկարիչ Սուրեն Սաֆարյանին, մեր նկարիչների միության նախագահ, որի նաեւ ծննդյան օրն է եւ ցուցահանդեսի բացումը, Սուրեն ջան, խնդրում եմ զբաղվես այդ հարցով, ժպիտների քաղաքը սպասում է նկարիչների միության կազմակերպված օգնությանը։ Շատ շնորհակալություն։
Ձեզ լավ օր ենք մաղթում։ Մենք շարժվենք առաջ, կարծում եմ երաժշտական փոքրիկ դադար կունենանք, որից հետո պետք է խոսքը փոխանցենք մեր գործընկերներին։